Ես այնքան կենտրոնացած էի ինչ է կատարվում Հայաստանում հարցի վրա, որ շատ բաներ իմ այդ ապրելու այդ տարիները համարյա թե իմ կյանքին չեն նպաստել իմ մարդկային աճին եւ այլն։ Եվ հենց պատճառներից մեկն էլ էր շատ տարօրինակ էր Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմի առաջարկը, որ հենց այն պահին եղավ, երբ ես էմոցիոնալ առումով ոտքս ուզում էր հայկական հող շատ արագ, շատ մի քանի օրերի ընթացքում շատ արագ համաձայնություն եմ տվել, մի բան, որ իմ դեպքում դժվար է, երկար եմ մտածում ինչ-որ բանի գնալ, այն էլ այս դեպքում շատ բարդ կերպար էր եւ տարիքային մեծ տարբերությամբ, բայց չգիտեմ որտեղից ուժերս հավաքեցի ու մտածեցի, որ հա պիտի անեմ։ Այդ կապի մասին հետաքրքիր բան ասացիք, այդ կապը դուք միշտ եք զգացել եւ այդ ուժը, որ ստանում եք հայրենիքից, որտեղ բոլորը չէ ու մոտ դա նկատելի է եւ ինչպես է դա արտահայտվում ձեզ մոտ օրինակ։ Ես մինչ որ Հայաստանից կհեռանայի դա 2020-21 թվականն էր, շատերը չգիտեն, որ ես պատերազմի ընթացքում եմ այստեղ եղել։ Երբեմն ինձ նեղացնելու համար անդադ գրում են, դե պատերազմի ժամանակ փախակ, բան ես այստեղ եմ եղել։ Մինչև 21 թվականը այստեղ ապրել եմ ու մտածում էի, որ կգնամ, կհանդարտվի ամեն ինչ, կփորձեմ մոռանալ, կատարվածը եւ այլն, բայց դու չես կարող, որովհետեւ քո ապրումները քեզ հետ գալիս են, պլյուս դրան գումարվում է նաեւ կարոտը քո հայրենիքի երկրի։ Իրա դրսևորման ձևերը այնքան տարբեր են, կարոտը նմանացնում նրան, որ երբ որ շատ հարազատ մեկին կորցնում ես ու ոչինչ չես կարող անել, այդպիսի ծանր զգացում է այդ կարոտ ասածը,